Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Չեխական Իդնեզդացիզի պարբերականը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանին եւ Բաքվում պահվող մյուս հայ գերիների ճակատագրին։ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, այդ թվում Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի հնարավոր դափնեկիր Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվել են խիստ պատիժների, որոնցից մի քանիսը ցմահ ազատազրկման։ Amnesty International-ը դատավարությունները բնութագրել է որպես ոչ թափանցիկ եւ շինծու։ Իրավիճակը քննադատության է արժանացել նաև Եվրոպական խորհրդարանի կողմից։ 2026 թվականի փետրվար ամսին Ռուբեն Վարդանյանի դատավճռից հետո Amnesty International-ը էթնիկ հայերի դատավարությունը որակել է որպես արդարադատության ծաղր։ Եվրոպական խորհրդարանը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ռուբեն Վարդանյանին եւ մյուս կալանավորված հայ ղեկավարներին ճանաչել են որպես քաղաքական բանտարկյալներ։ Նույն գնահատականն են տվել նաև Ֆրանսիայի Սենատը, որը պաշտոնապես կոչ արել անհապաղ ազատ արձակել նրանց, գրում է չեխական Իդնեզդացիզի պարբերականը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաեւ YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը վերջերս գտնվում էր Բաքվում, շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նրան անվանելով Հայաստանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի նախաձեռնող, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միացյալ Նահանգների իշխանությունները հունիս ամսվա առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Չնայած նրան, որ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չմեկնել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն անկարգությունների, հանցագործությունների, առևանգումների, ահաբեկչության ռիսկերի պատճառով։ Դատարանների որոշումների հետևանքով արտաքսվածներին չի թույլատրվել վերադարձվել իրենց հայրենիք, ինչից հետո Միացյալ Նահանգների իշխանությունները նրանց ուղարկել են երրորդ երկիր, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հայտնում է Associated Press-ը։ Նշենք, որ 2025 թվականին Միացյալ Նահանգներից Հայաստան են ուղարկվել արտաքսված անձանցով 2 ինքնաթիռ։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հաստատել է, որ Միացյալ Նահանգների տարածքում ծնված մարդիկ ավտոմատ կերպով իրավունք ունեն ստանալու Ամերիկայի քաղաքացիություն։ Այդպիսով դատարանը չեղարկել է նախագահ Դոնալդ Թրամփի փորձը սահմանափակելու ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման կարգը, որը նախատեսված էր նրան նախագահական հրամանագրերից մեկով։ Որոշումը ընդունվել է։ 6 դատավոր հանդես է եկել Թրամփի նախաձեռնությանը դեմ, իսկ 3-ը աջակցել են նրան, գրում է BBC-ն։
Գերագույն դատարանի անդամների մեծամասնությունը եզրակացրել է, որ Միացյալ Նահանգների սահմանադրությունը միանշանակ ամրագրում է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը, եւ այն հնարավոր կլինի միայն սահմանադրության փոփոխության ճանապարհով։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն Միացյալ Նահանգների նախագահ Թրամփին բողոքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հռետորաբանության համար։ Նետանյահուն միաժամանակ խնդրել է Թրամփին, որ Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռնպահ մնալ այնպիսի սպառազինության համակարգերի վաճառքից, որոնք կօգնեն Թուրքիային արդիականացնել իր ռազմական ուժերը։ Իդեպ Իսրայելի եւ Թուրքիայի միջև լարվածությունը կտրուկ աճել է վերջին 2 տարվա ընթացքում Գազայում եւ Իրանում պատերազմների ֆոնին։ Նշենք, որ նախագահ Թրամփը պահպանել է սերտ բարեկամական կապերը ինչպես Նետանյահուի, այնպես էլ տարածաշրջանում Միացյալ Նահանգների առանցքային դաշնակից Էրդողանի հետ։ Discover the magic of mVideo Photo. Looking for high-quality video and photo services for your event? At mVideo Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Ըստ Նյու Յորքի իշխանությունների Մանհեթանի Միդթաուն թաղամասում Grand Central Terminal-ի մոտակայքում գտնվող 37 հարկանի բազմահարկ շենքը փլուզման սպառնալիքի տակ է, գրում է NBC News-ը։ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մանդանին իրավիճակը անվանել է չափազանց լուրջ։ Մանդանիի խոսքով մասնագետները վնասված հարկի ամրացման ծրագիր են մշակում։ Իդեպ այդ տարածքում են գտնվում հանրահայտ զբոսաշրջային վայրեր, որոնց թվում են Նյու Յորքի հանրային գրադարանը, Բրայանտ Փարքը եւ Times Square-ը։ Նշենք, որ այդ շենքը էլիտար բնակելի համալիր է իր 1500 վարձակալական բնակարաններով։ Հարգելի բարեկամներ, ինչպես գիտեք, Արձագանք հեռուստաընկերությունը ոչ շահութաբեր կազմակերպություն է, որը չի ֆինանսավորվում որևիցե պետական կամ մասնավոր կազմակերպության կողմից։ Ձեր ֆինանսական աջակցությունը մեր անկախության հիմքն է։ Նվիրատվությունների համար կարող եք օգտվել այս հղումից կամ գտնել մանրամասն տեղեկություններ նկարագրության մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքների սինեմատոգրաֆի ոճում։
Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող դիտել www.արձագանք.tv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։